Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված այս հուզիչ տեսանյութը, համոզված ենք որևէ մեկին անտարբեր չի թողնի, իհարկե չմոռանաք նաև մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Արփին մանկուց երազում էր մեծ ու շքեղ կյանք ունենալու մասին։ Նա չէր սիրում իրենց հին, քարքարոտ փողոցներով լի թաղամասը փոքրիկ տունը, որը խոնավությունից միշտ հոտ էր արձակում։ Հայրն ու մայրն էլ պարզ, աշխատավոր մարդիկ էին, հայրը Արամը ավտոմեխանիկ էր, մայրը Սոնան շուկայի վաճառողուհի։ Նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել էին աղջկան, որ նրան լավ կրթություն տան։ Նա ընդունվեց համալսարան, մեկնեց Երևան։ Արփին խուսափում էր խոսել ընտանիքի մասին։ Մի օր նա ծանոթացավ Նարեկի հետ։ Նրա ծանոթությունից հետո ամեն ինչ փոխվեց։ Նարեկը հարուստ ընտանիքից էր, կրթված, նրբաճաշակ, նրա աշխարհը շքեղ էր, իսկ Արփինը ամեն ինչ անում էր, որ համապատասխաներ այդ աշխարհին։ Քո ծնողները որտե՞ղ են ապրում, մի օր հարցրեց Նարեկը։ Արփին սառեց։ Նրանք։ Նա մի պահ հապաղեց։ Նրանք մահացել են։ Նարեկի դեմքը մթնեց։ Օ, ցավում եմ, ես չգիտեի։ Արփին միայն գլուխը կախեց։ Նա առաջին անգամ ստեց, և այդ սուտը դարձավ այն պատը, որը բաժանեց նրան իր իսկ ծնողներից։ Արփին քաղաքից հազվադեպ էր գյուղ գնում։ Մայրը հաճախ զանգահարում էր, բայց նա չէր պատասխանում։ Իմ աղջիկը փոխվել է, հոգոց էր հանում Սոնան։ Թող ապրի իր կյանքով, ասում էր Արամը, սակայն նրա աչքերում անհանգստություն կար։ Արփին ամաչում էր նրանցից։ Ամաչում էր մոր պարզ զգեստներից, հոր յուղոտ ձեռքերից, իրենց տան խեղճ տեսքից։ Նա չէր ուզում, որ Նարեկը տեսնի այդ ամենը։ Մի օր մայրը որոշեց ու եկավ համալսարան տեսնելու դստերը։ Դրսում հանդիպեցին ու նա մոտեցավ։ Արփի աղջիկս, ես քո սիրած քաղցրավենիքներն եմ բերել, շտապեց մայրը ժպտալով, բայց Արփին սառեց։ Կողքին Նարեկն էր։ Դուք ո՞վ եք, ձայնի դողով հարցրեց Նարեկը։ Արփին նայեց մորը, հետո Նարեկին և կեղծ ժպիտով պատասխանեց. Ես չեմ ճանաչում այս կնոջը։ Մոր ձեռքում գտնվող տոպրակը վայր ընկավ։ Արփի, Սոնան շշնջաց, բայց աղջիկը հեռացավ ձեռքից բռնելով Նարեկին։ Այդ օրը Սոնան լաց եղավ մինչև առավոտ։ Նա ամաչում է մեզանից, Արամ, մեր աղջիկն ամաչում է մեզանից։ Անցան տարիներ, Արփին ամուսնացավ Նարեկի հետ, նրանք ապրում էին գեղեցիկ, շքեղ տանը, բայց Արփին երբեք լիարժեք երջանիկ չէր։ Մի օր Նարեկը հանկարծ սկսեց հարցեր տալ։ Քո ծնողների մասին ոչինչ չես պատմում։ Ես ուզում եմ իմանալ, որտեղ են թաղված, ուզում եմ այցելել նրանց շիրիմին։ Արփին քարացավ։ Նրանք հեռու են թաղված, ուրիշ քաղաքում, շշնջաց նա։ Նարեկը գլխով արեց, բայց ինչ-որ բան կասկածելի թվաց նրան։ Նա սկսեց գաղտնի հետազոտել ու մի օր գտավ Արփիի ծնողներին։ Նրանք դեռ ապրում էին իրենց հին տանը, դեռ սպասում էին իրենց աղջկան։ Նարեկը գնաց նրանց տուն։ Դուք Արփիի ծնողնե՞րն եք, հարցրեց նա։ Սոնան ու Արամը զարմացած նայեցին միմյանց։ Այո, բայց դուք ո՞վ եք։ Ես նրա ամուսինն եմ, բայց նա ինձ ասել էր, որ դուք մահացել եք։ Սոնան գլխով արեց, նրա աչքերը լցվեցին։ Աղջիկս ամաչում է մեզանից, որդիս, մենք չենք համապատասխանում նրա նոր կյանքին։ Նարեկը քարացավ։ Նա մեզ ժխտել է։ Այո, Սոնայի ձայնը դողաց։ Այդ օրը Նարեկը տուն վերադարձավ առանց մի բառ խոսելու։ Որտեղ էիր, հարցրեց Արփին։ Նարեկը երկար նայեց նրան, այնուհետև պատասխանեց. Քո ծնողների մոտ։ Արփին սառած կանգնեց։ Ինչու՞, ինչպե՞ս։ Դու ինձ խաբեցիր, Արփի։ Դու ստեցիր, նրանք ողջ են, նրանք քո մասին երազում են, բայց դու նրանց համար մեռած ես։ Արփին այլևս ասելու ոչինչ չուներ։ Ես չգիտեմ ինչ արեցի։ Ինչու արեցիր։ Որովհետև ամաչում էի, շշնջում էր Արփին։ Բայց նրանք քո ծնողներն են, Արփի, նրանք քեզ սիրել են, իսկ դու նրանցից հրաժարվել ես։ Արփին միայն լաց էր լինում։ Հաջորդ օրը նա գնաց տուն ծնողների մոտ, բայց արդեն ուշ էր։ Մայրը գիշերը մահացել էր։ Նա չհասցրեց նրան ասել, որ սիրում է, չհասցրեց ներողություն խնդրել։
Միայն հոր ձեռքը սեղմեց ու խեղդվեց արցունքներից։ Մամ, ներիր ինձ, բայց մայրն այլևս չէր կարող պատասխանել։ Մոր հուղարկավորությունից հետո Արփին մնաց հոր կողքին։ Արամը շատ չէր խոսում, նա նայում էր կնոջ թարմ շիրիմին ու լռում։ Հայրիկ, շշնջաց Արփին, ես մեղավոր եմ։ Արամն ուղղակի հառաչում էր. Ոչ, աղջիկս, դու պարզապես ընտրեցիր ուրիշ ճանապարհ, բայց կյանքը միշտ վերադարձնում է արմատներին։ Այդ խոսքերը երկար մնացին Արփիի սրտում։ Հետո նա վերադարձավ տուն Նարեկի մոտ, բայց Նարեկը հավաքել էր իրերն ու պատրաստվում էր հեռանալ։ Ուր ես գնում։ Ես չեմ կարող ապրել ստի վրա կառուցված ամուսնության մեջ, ասաց Նարեկը, ում ձայնը սառն էր ու անտարբեր։ Նարեկ, խնդրում եմ, ես սխալ եմ գործել, բայց ես փոխվել եմ։ Բայց դա փոխում է այն, որ դու ամաչում էիր ծնողներիցդ, որ նրանց մերժեցիր։ Արփին չգիտեր ինչ ասեր։ Նա ուղղակի լուռ կանգնած էր։ Մենք տարբեր աշխարհներից ենք, Արփի, ու գուցե դա է պատճառը, որ դու միշտ ուզում էիր լինել մեկը, ով իրականում չես։ Նա մոտեցավ դռանը, հետ շրջվեց։ Հուսով եմ, որ մի օր կսովորես սիրել քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և կգնահատես նրանք, ովքեր իսկապես սիրում էին քեզ։ Ու հեռացավ Արփիի կյանքից։ Արփին մնաց միայնակ։ Կյանքում նա ունեցել էր ամեն ինչ՝ սեր, շքեղություն, ընտանիք, բայց կորստի պահերին հասկացավ, որ իրական արժեքներն այլ են։ Հոր կողքին մնալով նա սկսեց ավելի մոտիկից ճանաչել իրեն։ Նա սկսեց վերականգնել այն, ինչ կորցրել էր տարիների ընթացքում։ Մի օր, երբ արևը մայր էր մտնում, նա նստած էր հոր հետ տան բակում։ Հայրիկ, կարծում ես մայրս ինձ կներեր։ Արամը ժպտաց։ Նա քեզ վաղուց է ներել, աղջիկս, մենք ծնող ենք, մեզ համար ամեն ինչից վեր մեր զավակի երջանկությունն է։ Արփին նայեց հոր հոգնած դեմքին, նրա աչքերում տխրություն կար, բայց նաև ջերմություն։ Եվ այդ պահին նա հասկացավ, սերը չի չափվում մեծությամբ կամ շքեղությամբ, սերը փոքրիկ պահերի, ժպիտների, կարոտի, զոհողությունների մեջ է։ Նա այլևս չէր ամաչում, նա գտել էր իրեն։ Դե ինչ, սիրելիներս, եթե դուր եկավ ձեզ այս պատմությունը, ապա անպայման գրեք այդ մասին, սա իրական պատմություն է, որը մեզ ուղարկել է մեր հետևորդուհիներից մեկը։ Թողեք ձեր կարծիքը մեկնաբանություններ բաժնում և գրեք, թե արդյոք ձեզ դուր են գալիս մեր պատմությունները և արդյոք արժի շարունակել, թե ոչ։ Եվ իհարկե բաժանորդագրվեք մեր ալիքին, որ յուրաքանչյուր օր լսեք մեր հուզիչ ու հետաքրքիր պատմությունները։